Սարգսակյան, ինչ խնդիր է առաջացել միասնական սոցիալական ծառայության հետ։ Ուրեմն խնդիրը կայանում է հետևյալում 2021 թվականին Թիմեցի վարչական դատարան կենսաթոշակի վերահաշվարկի խնդրանքով ինչու՞ն է հարցի էությունը կայանում ես նախկին տեղակայության աշխատող եմ ու իմ աշխատել եմ այդ տարիներին աշխատել եմ նաև Լեռնային եւ Պարսկերային շրջաններում Համայնքների Հաշվստի շրջանում նաև Գյումրի քաղաքում ու այնտեղ ծառայությունը մի տարի էր հաշվարկում ու այս կապակցությամբ են դիպել վարչական դատարանը կդեր օրին վերած պատճառաբանություն հիմնավորել իմ հայցը բավարարել պայմանավորեցել միասնական սոցիալական ծառայությունը կատարել վերահաշվարկ կենսաթոշակի վերահաշվարկ Արքա է առաջին այդանի կատարանը այսինքն վարչական դատարանի վճիռը որը հետագայում նաև միասնական սոցիալական ծառայության կողմից բողոքարկվել է վերաքննիչ վարչական դատարան Արքա է նաև վերաքննիչ վարչական դատարանի որոշումը առաջին վարչական դատարանի վճիռը ուժի մեջ թողնելու մասին 3 դատավորներ են այստեղ վերաքննիչում եւ միասնական սոցիալական ծառայության կողմից վճռադեպ բողոք է բերվել եւ վճռադեպ դատարանը այն վարույթ չի ընդունել վերջին հաշվով վարչական դատարանի կայացրած վճիռը օրինական ուժի մեջ է մտել 24 թվականի դեկտեմբեր ամսին նու բնական է օրինական ուժի մեջ մտնելուց հետո իմ կողմից դիմում է ներկայացել միասնական սոցիալական ծառայությանը կենսաթոշակի վերահաշվարկ կատարելու համար նու երկար ժամանակ իմ դիմումներին չեն պատասխանում չնայած իմ հիշեցումներին շուրջ 3 ամիս անց ես ստացա միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Կե Ալեքսանյանի քրությունը այն մասին, որ նա հրաժարվում է կամ մերժում է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը չուզում է կատարել։ Ինչ է պատճառաբանում, որ մերժում է։ Անհիմն պատճառաբանություն է բերում, նման պատճառաբանություններ ամբողջ 3 աջաններում այդ հիմնավորումները կա, դատավորները դերեն են կարծիքին, որ իմ վերացայցատիմը հիմնավորված է պատճառաբանությունները ամբողջությամբ ստուգված են։ Ես կարծում եմ, որ այս միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Ալեքսանյանը որպես պետական ծառայող իմանա, որ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատականին կպարտավոր է կատարել, այն վիճակման ենթակա չի։ Այդ առումով առկա է մի շարք եւ վճռաբեկ դատարան նախադեպային որոշումներ եւ մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ կոնվենցիոն եւ դիմանա նաեւ որ դատարան ակտը չկատարել առաջացնում նաեւ քրեական պատասխանատվություն։ Բնական է նա մերժման պատասխանը ստանալուց հետո ես դիմել եմ հարգատիր կատարման ծառայություն, ստացել եմ հարգատիր կատարման ծառայությունը ստացել է դատարանի վճիռը եւ ուղարկել է միասնական սոցիալական ծառայության կատարման եւ պարտավորեցել է միասնական սոցիալական ծառայությանը այն կատարելու։ Ես առայժմ որևէ արձագանք չունեմ դրանից, ուղղակի զարմանալի նաեւ որ նման կարևոր պետական ծառայությունում աշխատեն նման տիպի պաշտոնատար անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության անունից արտադրված դատական ակտերը չեն կատարում։ Սա կամ նշված պաշտոնատար անձը կամ օրենսդրությանը չի թերապետում, այս պարագայում ընդհանրապես իրավունք չուներ աշխատել այդ պաշտոնում, կամ անհավասարակշիռ անձնավորություն, այսպես գնահատեմ ու ներկայացնում այդ անձնավորությունը կնից նա իմանալ, հենց իրանել անձամբ կասում է, սա հոգեգան անհավասարակշիռ մարդու արտագիծ է։ Ինչ է նշանակում օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարել։ Սա աբսուրդ է, այս բաներ Այսինքն դա անհարգալից վերաբերմունք է Հայաստանի օրենսդրությանը։ Դատարանի նկատմամբ դատարան դիմելու մատչելությունն է սա։ Մարդը սահմանադրությամբ երաշխավորից է դատարանության իրավունք։ Դիմում ես դատարան քո խախտված իրավունքը պաշտպանելու համար եւ պաշտպանությունը պետության պոզիտիվ պարտականությունն արդեն կատարել դատական ակտը։ Մեծ գումարի մասին է խոսքը, որ Հա, բավականին մեծ գումարի մասին է, որովհետև վերահաշվարկը պետք է կատարվի 2007 թվականից մինչև դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելու օրից 10 քանի տարի մասին է խոսքը։ Հարցը շատ չէ, առաջին երկու մենք խոսում ենք դատական ակտը կատարելու մասին։ Եթե նա այդպես շատ մտախոհ է բյուջեի նկատմամբ, այդ սոցիալական ծառայությունը բավականին շատ հայցերով դատարանում պարտվում է եւ բավական մեծ գումարներ
այդ նույն չինովների երեսից հանձվում է բյուջեից։ Կարծում եմ, որ պատշաճ վարչարություն չեն իրականացնում եւ իրենց տեղում չեն գտնում։ Այդ նույն ծառայությունն անել իրավաբանական բաժին, որի աշխատողները այդ 3 դատական աջակցություններում մասնակցել են, բերել են իրենց պատճառաբանությունների հիմնավորումները, եւ դատարանը գտել որ նրանց բերած պատճառաբանությունների հիմնավորումները հիմնավորված է պատճառաբանված չէ։ Դրա համար իօգուտ իսկ կայացվել է նշված դատական ակտը։ Ասեն դերավերին, դերևս 22 թվականին նույնական փաստական հանգամանքով մեկ այլ դատական ակտ է գնացել միասնական սոցիալական տարածքի, նույն դատարանը վերահաշվարկ։ Նորից 2007 թվականից սկսած է եղել։ Այլ նախկին դատախազներից, հա, մեկի մասին է խոսքը։ Երջանկա հիշադակ մեջ տղաներից էր, Վարչական Մաթեոսյան, դրա գործով եղել, վերահաշվարկը կատարել է։ Մի չեմ հասկանում, եթե մի դեպքում կատարում են, մի դեպքում չեն կատարում, այսինքն կամայական վերաբերմունք են դրսևորում օրենքի կատարման նկատմամբ։ Հիմա ինչ ելք կա, կամ պիտի հա քրեական գործ հարուցվի, թե պաշտոնյայի նկատմամբ, թե ԴՀԿ-ն կհարկադրի այս դեպքում։ ԴՀԿ-ը իր գործողությունները կատարի բնական, եթե դատական ակտերի հայտարարված ծառայությունը չհաջողվի վերջին հաշվով դատական ակտը կատարել տալ, նախ երևի միջնորդություն ներկայացնել դատախազություն, կնախաձեռնի քրեական վարույթ եւ նշված անձը կենտրոնի քրեական պատասխանատվության։ Այլ ելք չկա ստեղ, երբ ես չեմ տեսնում։ Երբեք ստացել իրենից պատասխան։ Ես իրենց պատասխանը ստացել եմ, ասեմ մի վայրացես, 25 թվականի մարտի 31-ին։ Այսքան մոտ 2 ամիս։ Այո, չնայած որ ես իրենց դիմել էի, իմ մոտ այդ գրություններներ են պահպանվել, դիմել էի իրենց բավականին շուտ, դեկտեմբեր ամսին 2024 թվականին, 3 ամսից հետո նորից նրանց պատասխանը ստացա, որը ճիշտ այստեղ է, որ եկեք խախտում։ Դիմում բողոքների քննարկման կարգ գոյություն ունի, կառավարության որոշում գոյություն ունի, մի ամսի ժամկետում դիմում բողոքի պատասխանը։ Իսկ նրանք ինձ պատասխանել են 3 ամիս անց։ Տեսեք, առաջի դիմումս եղել է, ձեզ ասեմ, առաջի դիմումս ուղարկվել է իրենց, դեկտեմբեր ամսին։ Դեկտեմբեր ամսին է ուղարկվել, հետո կրկին անգամ փետրվար ամսին է ուղարկվել։ Պատասխան չի եղել, ասացիք, հա։ Մի անգամ եղել է արդեն վերջի 3 ամիս հետո նոր պատասխանը ստացել եմ, 31-ը մարտի 25 թվականին նոր ստացել եմ պատասխանը, 3 ամիս անց։ 2 ամիս էլ գտնվում է հարկադրիչ կատարման ծառայության գործանունի վարույթում է։ Նրանք էլ են արդեն հապաղում։ Չէ, նրանք պատշաճ ձևով իրանց աշխատանքը կատարում են, պատշաճ ձևով կատարում են։ Ինձ շատ հետաքրքիր է ձեր պրակտիկայում դուք բազմափորձ եք։ Նման դեպք երբևէ հիշում եք, որ դատարանի որոշում չկայացներ։ Ես նման բան ճիշտ ասած չեմ հիշում, իրոք չեմ հիշում։ Ես վերջերս դատական պրակտիկան էի հեշտում, մի նման դեպք կար, որտեղ Երևանի քաղաքապետարանը չէր կատարել դատարանի օրինականություն մեջ մտած ակտը, բայց հետո չի կատարեցին թե չեմ կարող ասել։ Բայց նման մի բան ինձ հանդիպեց, այս վերջերս Իսկ դիմում բողոք դուք ում եք հղում, նախարարին եք հղում։ Ես դիմում բողոք, ես ոչ թե դիմում բողոք եմ հղել, այդ դատական ակտը ներկայացել եմ միասնական սոցիալական ծառայության կատարման։ Ну, երևի թե այս տեղակալը Ալեքսանյան, ճիշտ ասած ես բոլոր միջոցներով փորձեցի տեսնել թե ազնվորությունը ով է, եթե ճանապարհ անցած մարդ կներ։ Google-ով մի հատ պոյս ես տալիս բերում է Ես ինչ արեցի չէ, ես ճանապարհն անցես, հա, երևի ճանապարհ անցածել չի պատահական մարդ է։ Եվ ինձ հետաքրքիր է աշխարհի եւ սոցիալական հարցերի նախարար Արոն Մակեչյանը տեղյակ է, որ նման չինովնիկ կա, որը չի կատարում օրինականություն մեջ նստական ակտը։ Ինձ հետաքրքիր է դա։ Որտեղ սա այն կառույցն է, որտեղ շատ են շփվում հասկացության հետ, այդտեղ դի Այնքան աշխարհակային կարգապահարության բարձր մակարդակի վրա դրած լինի, որ մարդկանց դժգոհություն ճանաչանա։ Իսկ իրենցից դժգոհությունները բավականին շատ են։
Ես ինքս փաստաբանական գործունեությամբ եմ զբաղվում եւ նույնիսկ իմ վարույթում կա նման փուլեր, միասնական սոցիալական ծառայությունը մերժում է մարդկանց կենսաթոշակ նշանագրելու խնդրանքը, հետագայում դատական կարգով արդեն մի քանի նման գործեր նույնիսկ ունեն, որ դատական կարգով կարողացել ենք վերականգնել նրանց իրավունքը, ստացել են կենսաթոշակ։ Այսինքն պետական փողերի վրա են թողում, թե սա ավելի շատ չիմացության։ Ես ճիշտ ասած, եթե մենք պետական փողերի վրա թողան, բավականին շատ հայցեր կան նրանց նկատմամբ ու դատարաններում այդ հայցերը բավարարում են ու բավականին լուրջ գումարներ դատարան ծախսեր են բռնական։ Ահա, ձևով վնասում են պետությանը։ Արդեն վնասը պատճառում է պետության։ Պետության մասին դատողը առաջին հերթին պետությանն է հաշվում։ Պետության մասին դատողը իր պարտականությունների լիարժեք դիտադա, որ քաղաքացիներն այս դժգոհություն չունեն։ Ինչ է նշանակում չկատարել կամ մարդկանց քաշքշուկի մեջ գցել տանել դատարաններ հասցնել։ Ես ցեզ ասեմ, զուգահեռ իմ գործեր նաև իմ գոլեգայի գործն է, Ռուբիկ Մովսիսյան, մենք տարածում աշխատող, նորից նույն ձևով իրաններ են գտնվում Վանում, դարկում էր գործերը, նրանք չեն կատարել, վերահսկողի չեն կատարել։ Սա ես ուղղակի ըստ երևույթի կապում եմ մենակ այս չինովի հետ, որի ասեցի, չէ, նախկինում 22 թվականին նմանատիպ նույնական փաստական հանգամանք եղած գործով վերահսկողը կատարվել է վճարի վրա։ Բայց ինչ է նշանակում, որ այն ժամանակ այլ գուցե այլ չինովին ես Ալեքսանյանը չի եղել, որ հասկացել է, որ օրենքի պահանջը պետք է կատարել, թե օրենքի, վсё։ Չի կարելի, օրենքը չկատարել չի կարելի։